Տեղի ունեցավ պատերազմ, որը ողբերգական ավարտ ունեցավ մեր համար, բայց պատերազմից հետո խնդիրը հստակ էր։ Ամեն ինչ անել երկրում հասնել իշխանափոխության, որովհետև այն իշխանությունը, ով բերել էր այդ պատերազմը, երկիրը տարել էր պարտության, ինքը չէր կարա վիճակը շտկեր եւ երկիրը դուրս բերեր այդ իրավիճակի։ Եվ վերջին տարիներին ընդդիմադիր քաղաքական ուժերի ու դաշնակցության հիմնական առանցքային հարցերից մեկը եղել է երկրում հասնել իշխանափոխության, որովհետև առանց իշխանափոխության հնարավոր չի փոխել երկրի քաղաքական գիծը եւ հասնել հաջողության ու երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Գլխավոր օրակարգը այդ պատճառով է դարձել իշխանափոխությունը։ Այսինքն իշխանությունը նպատակ չի, իշխանությունը միջոց է քո ծրագրեր իրականացնելու, վիճակը փոխելու եւ այս կործանման ընթացքը կասեցնելու համար։ Այն իշխանությունը, որ այս ամեն ինչը բերել էր, ամեն ինչ արեց իր իշխանությունը պահելու համար։ Այսինքն պատերազմից հետո չեղավ այդ գիտակցությունը, որ պարզապես հեռանան, որ հնարավորություն տան մեր մեջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Եվ սրա արդյունքում ամեն ջան գործադրելով իր իշխանությունը պահելու, այս տարիների ընթացքում շարունակվել է այդ կորուստները, զիջումները։ Փաստը հետևյալն է այսօրվա վիճակով, որ Արցախը հայաթափված է, ենթարկված էթնիկ զտման, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան սուվերեն տարածքում, Հայաստանին ներկայացնում են նոր պահանջներ, իսկ այս իշխանությունը մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու, ինքնիշխանությունը պահելու, երկրի սահմանները պահելու փոխարեն ընտրել է հետևյալ ճանապարհը՝ բավարարել Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, խոնարհաբար կատարել այդ պահանջները, հույս ունենալով, որ այս ճանապարհով հասնելու է խաղաղության։ Եվ այս շարունակ զիջումների ճանապարհը մեր ժողովրդին ներկայացնում է խաղաղության հասնելու բանաձև, Արցախը համարել է բեռ, որից ազատվել են, պայքար հանուն Հայաստանի ինքնիշխանության, մինչդեռ այս ճանապարհը եթե շարունակվի, Հայաստանի պետականությունը խորությամբ հայտնվելու է վտանգի տակ։